Չեմ կարա հավատամ, որ տենց բան հայտարարել։ Ինչ ասել, ասել է դպրոց են կառուցում, որովհետև անուղեղ է, հա? Չի կարա տենց բան։ Այդ բառացի մեջ բերում է։ Ես կներեք նույնիսկ ձեր պարագայում Տիկին Բաղդասարյանի միջև անձամբ չկարդամ, չեմ մեկնաբանում։ Ոնց կարա տենց հայտարարություն։ Չէ, ասում է, որ դատարկում են սահմանամերձ համայնքները, դեպքերը։ Միջև եթե հարկ համարեմ կարդամ, այն անգամ հիշում եք։ Այդ սունկետ կապված պատմություն է, ինչ պատմություն էր, հələ լավ։ Իմիջայլոց։ Այո, հայցը, հա? Չէ, տենց բան չասեցի, ասացի, որ առանց հարկադրանք ինքը արի։ Բայց լսեք ժողովուրդ, բայց ոնց կա, այո, ներկայացրել եմ։ Ոնց կարա, տենց հայտարարություն ոնց կարելի անել, ասենք դա լուրջ մարդու հայտարարություն, հա։ Հա? Ես ասացի բառիս իրավական իմաստով եւ հազար ներողություն, այո, բայց հետո պարզվեց, որ այդ ասուլիսի ընթացքում լրագրողն էլ փաստորեն իմ հայտարարություն իր ասուլիս փաստորեն շարունակվելիս ա եղել։ Լրագրողը ասել է, որ ես հայտարարել եմ, որ դատի եմ տալու, եւ ինքը միանգամից ասել է, վայ, սկզբից ասում է, ձեզ մի գաղտնիք ասեմ։ Ուրեմն ասում, հետո ասում է, ես ոչ չեմ ասում 100%, ու այդ մարդը եկել է Հայաստանում ուզում է քաղաքականություն անի։ Ասենք կես ժամից ինքն էլ ասում է, ես ուժեղ եմ։ Մի հատ կես բերան ասում ես դատ եմ տալու, սունկ եմ կերցնելու, ոտները թուլանում է, ձեռները բարձրացնում ասում է, վայ, ես չէ, տենց չեմ ասել, ուրիշ ձև եմ ասել։ Դե դրա համար ասում եմ, ախր խոսալուց առաջ մտածեք էլ։ Կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք։ Վարչապետ նորելի լսեցի, ասել եմ, որովհետև ուղեղ չունեմ։ Դե չեմ կարա, ես հավատամ տես բան։ Այսինքն իր անձամբ ուղի խոսքը լսեցի։ Այո, խոսքը հենց նոր լսեցի։ Մի սադրեք ինձ չմեկնաբանի միջև։ Դե եթե տենց բան ասել է, ինչ մեկնաբանեմ, եթե տենց բան ու մարդկանց հասանելի է։ Այո։ Դե ես կարծում եմ իրանք շատ մեծ տեմպերով գնում են իրոք ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարելու ճանապարհով։ Գնում են շատ հետևական նպատակամղված գնում են։ Եվ ես խնդիր էլի ասում եմ, մարդկանց հետ խոսալիս էլ եմ ասում, որ պետք է ես խնդրում եմ եւ կոչ եմ անում, որ մենք դա ձևակերպենք որպես համաժողովրդական խնդիր, որ ԲՀԿ բանը, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարեն։ Ես խնդրում եմ քաղաքացիներին ուշադիր լինել այս խնդիրը լուծելու համար։ Եվ ես դա էլ եմ շատ իրատեսական համարում։ Բայց ես հələ դրա հետ կապված մեկնաբանություն չեմ անում, որովհետև գուցե ինչ-որ մի բան սխալ եք դուք։ Ես եթե հարկ լինի անձամբ կլսեմ եւ եթե համարեմ, որ մեկնաբանելու բան կա, անձամբ կմեկնաբանեմ, որ ի ձևաչափ։